Պարոն Քոչարյան, առանց գաղտնիության ռեժիմը խախտելու ուզում եմ հարց հնչեցնեմ եւ ակնկալում եմ ձեր օբյեկտիվ եւ ճշմարտացի պատասխանը։ Ուզում եմ զուտ մենակ ասեք, 3 գերատեսչությունների, այդ թվում ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ պետական պահպանության ծառայության գծով աշխատավարձներին հատկացվելի գումարի չափը։ Զուտ աշխատավարձ է, սպառազինությունը չէ, տեխնիկական ապահովվածություն չէ։ Եվ երկրորդ հարցը դուք նշեցիք, որ թմրամիջոցների, գողությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների չնայած դա լավ է, որ մահվան ելքով գոնե մեկ պակաս է եղել, մահացությունների թիվը աճ ունի գրանցված ներքին գործերի նախարարություն, չնշեցիք ծանր եւ առանձնապես ծանր անձնագործությունների մասով, այդ թվում սպանությունների մասով, մենակ Փարաքյարի դեպքը հիշեցիք, այլ մնացածի մասով չնշեցիք։ Կուզենամ, որ դուք մանրակրկիտ ասեք, թմրամիջոցների մասով աճ կա, ճանապարհատրանսպորտային պատահարների մասով աճ ունեք, գողությունների մասով աճ ունեք, ծանր եւ առանձնապես ծանր անձնագործությունների մասով թվեր չնչեցրեցիք տոկոսային թվեր նախորդ տարիների ամենատականով։ Կուզենամ նաեւ ծանր անձնագործությունների մեջ առանձնակի նշեք սպանությունների դեպքերի քանակը տոկոսային առումով։ Ես ձեզ ասեմ, շատ կարևոր է այդ հանցագործությունների կառուցվածքին ծանոթանալ, թե ասենք թե ծանր հանցագործությունների կառուցվածքը ինչպիսին եղել, այսօր ինչ ունենք։ Այսինքն սպանությունների դեպքերը, տեսեք, վթարների հետ կապված ասացինք, որ ունենք նվազում 43 մահվան դեպք պակաս է։ Բայց դա ինչ է, լավ թիվ է։ Լավ է, որ պակասել է, բայց ծանր հանցագործությունների մասով ես կարող եմ թիվ հիմա ինձ մոտ չկա հնչեցնեմ։ Տիկին Սարգսյան, մենք թիվը քննարկել ենք 0.7% նվազում ունենք, ինչպես ասած, բայց դա փոքր թիվ է։ Որպեսզի դա կարողանանք նաև այդ թիվը ավելի մեծացնենք, 0.7% ավելի մեծ լինի, պակասման առումով, դրա համար ես առաջարկել եմ, որպեսզի գաղտնալսման հնարավորությունը տալ ներքին գործերի նախարարությանը։ Իրենք էլ առանձին օպերատիվ միջավայրը կառավարելի դարձնելու, օպերատիվ քարտեզները լիարժեք դարձնելու համար, որտեղ ոչ մեկիս համար գաղտնի չի։ Կան Հայաստանում ռեգիոններ, որտեղ զենքի արկայությունը ավելի շատ է, օրինակ Փարաքար, ինչի, որտեղ պատերազմների ընթացքում Էջմիածնի ռեգիոնը ավելի շատ մասնակցություն է ունեցել պատերազմի գործընթացներում եւ շատ զենք կա նաեւ այդտեղ կուտակված եւ պատահական չի որ զենքը մեկ էլ հայտնվում է եւ Փարաքարում եւ Էջմիածնում եւ այլ տեղերում եւս եւ քրեական ոստիկանության նաեւ առաջնահերթ ծրագրային խնդիրներից մեկը պետք է լինի զենքի արգրավումը, բայց դրա համար պետք է լավ միջոցառումներ կազմակերպեն նախ հայտարարվի, որ սա երևի վերջի փորձն է, որ տրվում է ձեզ բերեք կամավոր զենքը հանձնեք, որտեղ պատերազմից հետո գիտենք, որ ինչ քանակի հրազենային միջոցներ է ապօրինի հայտնվել Հայաստանի տարածքում եւ ինչ ծավալի միջոցներ ապօրինի նաեւ եկել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան, բայց դա պետք է բացահայտել։ Նաեւ ասեմ ձեզ, նախկինում եղել է այսպիսի արատավոր պրակտիկա երկրի ղեկավարները ատրճանակներ են շնորհել խրախուսում հասարակության տարբեր շերտերին, նաև այսպես այն շերտերին, որոնց պետք է չխրախուսեին։ Ունեցել ենք վարչապետ, եթե չեմ սխալվում այդ թիվը, կարծեմ եւ չեմ սխալվում, 630 մի քիչ ավել կամ մի քիչ պակաս ատրճանակ է նվիրվել այդ աշխարհի տարբեր մարդկանց։ Իհարկե դրանց մեջ եղել են բոլորն էլ կուզեցել են զենք ունենան օրինական։ Բայց այդ ծավալի զենքը հետո հիմա պետք է իր բանը չունենար։ Հիմա զենքի մասին օրենքն էլ փոխեցինք, բայց խնդիրը արդյոք լուծվեց։ Գնում են քննություն ենք հանձնում, լիցենզիա ենք անում, նաև օրինական զենքերի հետ կապված խնդիրներ առաջացել։ Ուզում ասեմ, ծանր հանցավորության սպանությունների մասով նախարարը թիվը ասեց, ես մտահոգող, բայց ես ավելի մտահոգիչ բան եմ ասում, ապօրինի զենք պետքա չլինի որևէ մեկի տանը։ Դա պետքա լինի օրինական, որը նշանակում է պետք է լինի խիստ հաշվառման տակ, իսկ լավ կլինի ընդհանրապես զենքը լինի այնտեղ, որտեղից ասենք թե այդ հաշվառումը խիստ նաև հաշվառում կա տվյալ կառույցում։ Ունեք արձագանք, համեցեք։ Պարոն Քոչարյան, ըստ էության դուք իմ հարցերին չպատասխանեցիք, որտեղ ներքին գործերի նախարարության եւ պաշտպանության ՊՊՑ-ի ծառայության մասին աշխատավարձների մասին չխոսվեց։ Ես չեմ ասում ինչ կա, որտեղ կա, եւ դուք ասում եք այն գործառույթները, որոնք ի պաշտոն իսկ կառավարության որոշմամբ ամրագրված են նախարարության գործառույթների մեջ պարտադիր լիազորությունների շրջանակներում։ Դուք ասում եք բարեփոխումների արդյունքում ձեռքբերումները, բայց ձեր հնչեցած ցուցանիշները
ձեռքբերումների մասին չի խոսում։ Եվ այդ սպանությունների մասով էլ որ կա, դատախազության հետ խորը հակասություն կար թվային մասով, չգիտեմ ճշտվեց թե չէ, որտեղ դատախազությունը այլ թվեր ընչեցնում, ներքին գործերի նախարարությունը այլ թվեր ընչեցնում։ Ուզում եմ որ այդ բարձրաբանումներն, այսինքն ամեն ինչը ձեռքբերումները լավ է, բայց թվային ցուցանիշներով վատ է։ Ես ասել եմ ամեն ինչ լավ է։ Չէ, ես շարունակեմ, էլի դուք արտակարգի ժամանակ ասեք։ Եվ ստեղ խոսել անհատական պարգևատրված զենքով, այդ դեպքում խնդրում եմ ասեք, անհատական պարգևատրված զենքերով, մեկ սպանության դեպք ասեք ստեղից։ Ովքեր որ անձնական զենքով պարգևատրվել են եւ դիտավորյան սպանություն են կատարել։ Դրանք շատ են եւ ես որպեսի չգնամ բանի մեջ, թեկուզ մեկ դեպք ես այդ զենքերի հետ կապված կխնդրեմ կհանեմ վիճաբանից, հա, կառույցի, հա, արխիվից եւ եթե ձեզ հետաքրքրում է, ձեզ կտեղեկացնեմ, բայց աշխատավարձերի բարձրացումը պետք է լինի սոցիալական փաթեթից տեսանկյունից, դա շատ կարևոր է, եւ մեր ուժային կառույցները ունեցել են եւ ունեն հնարավորություն նաեւ որոշակի մեխանիզմներով աշխատավարձի բարձրացման, դա շատ է թե քիչ, ես կարծում եմ, որ պետք է բարձրացնել եւ գտնել այն մեխանիզմը, որի միջոցով բարձրացումը պետք է կապվի կրթության, ծառայության ստաժի եւ որակի հետ։ Դա ատեստացիա ենք դրել անունը, բայց այդ ատեստացիան նաեւ հնարավորություն է տալի անցնել մի փուլ կրթական եւ քննությունների, որը հնարավորություն է տալի նաեւ աշխատավարձի շոշափելի բարձրացման, որը ողջունելի է։ Այդ կառույցների աշխատակիցները արժանի են ունենան շատ բարձր աշխատավարձ, իհարկե դա հիմնականում տրամաբանության շրջանակներում։